Երևանի օդի աղտոտվածությունը բնության կմահաճույք չէ, այլ կառավարման որակի ցուցիչ։ Երբ քաղաքն ապրում է փոշու եւ ծխի մեջ, նշանակում է իշխանությունը չի առաջնորդում գործընթացները, այլ միայն արձագանքում է դրանց։ Անհապաղ անելիքները սրանք են։ Շինհրապարակները պետք է ունենան փակ ցանկապատ, պարտադիր պետք է ջրվեն եւ ամեն օր մաքրվեն դրանք, քաղաքի հիմնական փողոցները պետք է պարբերաբար լվացվեն, թափոն այրող յուրաքանչյուր մարդ, կազմակերպություն պետք է պատժվի բարձր եւ անխուսափելի տուգանքներով։ Հաջորդը օրենքն է։ Օդի մաքրությունը պետք է ամրագրվի որպես պարտադիր չափորոշիչ։ Շինարարության, արդյունաբերության ու տեղաշարժի միջոցների համար հստակ սահմաններ, օդի մաքրությունը հսկող մշտական համակարգ եւ ամեն տարի քաղաքապետարանի ու կառավարության կողմից բաց հաշվետվություն քաղաքացիներին։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն քաղաքներում, որտեղ այս կանոնները ներդրվել եւ հետեւողականորեն կատարվել են, տասնամյակի ընթացքում օդի վնասակար մասնիկները կրճատվել են գրեթե կեսով, նվազել են սրտի ու թոքերի հիվանդությունները։ Պետք են պաշտոնյաներ, որոնք պատրաստ են առաջնորդել, հանձնառություն վերցնել, կամք դրսևորել, ոչ թե արդարանալ։ Կառավարման որակը սկսվում է օդի որակից, եթե քաղաքացու երեխան դպրոց է գնում մաքուր օդ շնչելով, եթե մարդը վստահ է, որ իր առողջությունը պետության համար իրական արժեք է, այդ ժամանակ է ուժեղ եւ անսասան պետությունը։